Զորահանդես Հայաստանի Հանրապետության պետական դրոշի, զինված ուժերի մարտական դրոշի և Հայաստանի Հանրապետության բանակի պահապան Աշոտ Երկաթի Սուրբ խաչի ներքո զգաստ ձախից դիմավորելու համար ողջունիչ Հանրապետության հրապարակ են բերվում Հայաստանի Հանրապետության պետական, զինված ուժերի մարտական դրոշները և Հայաստանի Հանրապետության բանակի պահապան Աշոտ Երկաթի Սուրբ խաչը։ Դրոշակակիրների խումբը գլխավորում է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, մարտական խաչ երկրորդ աստիճանի իշխանշանի ասպետ գեներալ-մայոր Արթուր Երոյանը։ Իդեպ զորահանդեսին մասնակցող զորախմբերը ներկայանում են մարտական նոր դրոշներով։ Հայաստանի Հանրապետության եռագույնի կարմիր գույնը խորհրդանշում է Հայաստանի ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է Հայաստանի ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է Հայաստանի ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական նոր դրոշը զինվորական պատվի, փառքի և արիության խորհրդանիշն է։ Մարտական դրոշը Հայաստանի Հանրապետության բանակի յուրաքանչյուր զինծառայողի սրբազան պարտքի հիշեցումն է հայրենիքին Հայաստանի Հանրապետությանն անձնվիրաբար ծառայելու, այն պաշտպանելու, հայրենի հողի յուրաքանչյուր հատվածն անձնվիրաբար պահպանելու մասին։ Հայաստանի Հանրապետության բանակի պահապան Աշոտ Երկաթի Սուրբ խաչի մեջ զետեղված են Քրիստոսի խաչապայտի սուրբ մասունքները։ Ազատ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ եւ այսպես մեկնարկել է զորահանդեսը զգաստ ձախից դիմավորելու համար ողջունիչ Զինվորական նվագախմբի երաժշտական ուղեկցմամբ դեմ առ դեմ շարժվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և զորահանդեսի հրամանատար պաշտպանության նախարարի առաջին տեղակալ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի մեքենաները։ Պարոն նախարար, Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսին մասնակից զորքերը շարված են։ Զորահանդեսի հրամանատար Գեներալ-լեյտենանտ Ասրյան։ Այս պահին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու զորահանդեսի հրամանատար գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մոտենում են 14 զորախմբերին ողջունելու և շնորհավորելու Հանրապետության օրվա առթիվ։ Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի անձնակազմին ողջույն։ Շնորհավորում եմ Հանրապետության
Հանրապետության օրվա արդիվ, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի անձնակազմին ողջույն։ Ողջույն, պարոն նախարար։ Շնորհավորում եմ Հանրապետության օրվա արդիվ, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի անձնակազմին ողջույն։ Ողջույն, պարոն նախարար։ Շնորհավորում եմ Հանրապետության օրվա արդիվ, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Հատուկ նշանակության ուժերի զինծառայողներին ողջույն։ Ողջույն, պարոն նախարար։ Շնորհավորում եմ Հանրապետության օրվա արդիվ, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Ուժերի զինծառայողներին ողջույն։ Ողջույն, պարոն նախարար։ Շնորհավորում եմ Հանրապետության օրվա արդիվ, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Ազգային պաշտպանության զորքերի զինծառայողներին ողջույն։ Ողջույն, պարոն նախարար։ Շնորհավորում եմ Հանրապետության օրվա արդիվ, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Ռազմական ոստիկանության զինծառայողներին ողջույն։ Ողջույն, պարոն նախարար։ Շնորհավորում եմ Հանրապետության օրվա արդիվ, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Բանակային զորամիավորման զինծառայողներին ողջույն։ Ողջույն, պարոն նախարար։ Շնորհավորում եմ Հանրապետության օրվա արդիվ, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Երրորդ բանակային զորամիավորման զինծառայողներին ողջույն։ Ողջույն, պարոն նախարար։ Շնորհավորում եմ Հանրապետության օրվա արդիվ, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Երկրորդ բանակային զորամիավորման զինծառայողներին ողջույն։ Ողջույն, պարոն նախարար։ Շնորհավորում եմ
Հանրապետության օրվա առթիվ փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Հատուկ բանակային զորամիավորման զինծառայողներին ողջույն։ Ողջույն, պարոն նախարար։ Շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինծառայողներին ողջույն։ Ողջույն, պարոն նախարար։ Շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։